Սրանից տարիներ առաջ Օդեսայում, այն տանը, ուր ես էի ապրում, իմ սենյակի դեմուդեմը կենում էր մի իտալացի կոշկակար։ Իր թուլակազմ, եղնիկի պես վաղկոտ 10-12 տարեկան աղջիկ թոռնիկի հետ։ Դրացիները նրան անվանում էին Ջովաննի։ Ծերունի իտալացին տնից սակավ էր դուրս գալիս։ Նստակյաց, գլխաքար, աշխատանքից և կյանքի բեռից կորացած մեջքով նա երբեմն գնում էր շուկա և թևի տակին մի բան դրած վերադառնում տուն։ Եվ ապա մինչև երեկո լսվում էր նրա խցից մուրճի թրխկոցը։ Հիշողությանս մեջ կենդանի պատկերանում է նա հիմա։ Բարձրահասակ եղած պետք է լիներ։ Տխուր էր դեմքը և մտախոհ, բայց ամենագրավիչը նրա աչքերն էին։ Մի երազում, մարմանդ կրակով աչքեր, որ միանգամից վստահություն էին ներշնչում հանդիպողին և գուրգուրում։ Բարձր ճակատի տակից բարությամբ ժպտում էին այդ աչքերը ծանոթների դիմաց, իսկ ձայնը սրտագին էր և բարեկամական։ Այդ հոգեթով աչքերը ինձ քաշեցին դեպի իրենց, և ես մի օր ներս մտա նրա մոտ։ Նա կռացած էր մի հին կոշիկի վրա, որ սեղմել էր ծերացած ծնկների մեջ և կրունկին մեխեր էր խփում, և քթի տակ մեղմիկ մրմնջում էր Մարսելեզի հաղթական քայլերգը։ Ես բարևեցի նրան, գլուխը բարձրացրեց և սիրալիր ժպտով բարևս առավ։ Մենք դուրսն իրար պատահելիս իբրև հարևաններ միմյանց միշտ բարևում էինք։ Հա, ինչ կա, հարևան, գալդ բարի։ Դե, հարևաններ ենք, եկա որ զրույց անենք։ Խնդրում եմ, որ դուք էլ մեկ-մեկ գաք ինձ մոտ, ասացի ես։ Նա ժպտաց և շարունակեց ընդհատված աշխատանքը։ Հիմա սա կվերջացնեմ, բարեկամս, կսկսենք հանգիստ զրույց անել։ Դուք ասեք, ինչ նորություններ կան։ Ես ասացի, որ նորություն չունիմ և սկսեցի զննել սենյակը։ Մի շատ աղքատիկ, անզարդ և նույնչափ էլ մութն ու փոքր սենյակ էր։ Մի դուռը բացվում էր դեպի մի ուրիշ սենյակ, ուր քնում էին պապ ու թոռ։ Այս անշուք մերկ սենյակի մեջ աչքի էր ընկնում ոսկեզօծ շրջանակի մեջ Գարիբալդիի մեծադիր պատկերը, որ կախված էր ծերունու գլխի վերևը։ Ես մտածում էի, խեղճ ծերունի, գոյության կռվի անողոք ալիքները նրան քշել, գցել են հայրենիքից հեռու այս ափերը, աղքատ ու միայնակ, բայց նա չէ մոռացել ազգային հերոսին հետը վերցնել։ Ինչպես սիրում են իտալացիք այս մարդուն։ Ծերունին հանեց ինձ մտածմունքից։ Ինչու լուռ ես, հարցրեց նա։ Հայր Ջովաննի, սիրում ես դու Գարիբալդիին։ Օ, ինչեր ես ասում, բարեկամ, զարմացած հնչեց նրա ձայնը։ Մարդ էլ չսիրե Գարիբալդիին։ Նա հոգի էր, հոգի։ Այդպես մարդ չի եղել ու չի լինի, ով որ նրան տեսել է, էլ ուրիշ բան չի ուզում տեսնի։ Բայց դու նրան ինքդ աչքով տեսել ես, հարցրի ես։ Ինչեր ես ասում, նորից զարմացած լայն բացեց աչքերը։ Ոնց թե ես նրան տեսել եմ։ Միթե դու չգիտես, որ ես նրա զինվորներից մեկն եմ եղել։ Ես էլ ալպյան որսորդների բանակի քաջերից մեկն էի, նրա հազարյակի մշտական կամավորներից։ Քանի անգամ ինքը Գարիբալդին անունս տվել է և ուսիս խփել։ Եվ հանկարծ շտկեց տարիներով կորացած մեջքը, ճակատը պայծառացավ և աչքերը հուրհրացին։ Ջուզեպպե Գարիբալդի, Ջուզեպպե Գարիբալդի, ահա իմ փառքը, իմ անչափ հարստությունը, ահա իմ բախտը, որով ապրում եմ շատերից երջանիկ։ Նրա սուրբ հոգին գլխիս վերևն է միշտ սավառնում և ասում է ինձ. մի ընկճվիր Ջովաննի, օտար երկրում մի ընկճվիր, դու միշտ քաջ ես եղել և քաջ էլ մնա մինչև մահ։ Մեռնելուց հետո միշտ ինձ մոտ կլինիս։ Ուժգին թափով ղողանջեց նրա ձայնը, դեն շպրտեց մուրճը և հայացքը բևեռեց վրաս։ Ես թախանձեցի, որ ինձ պատմե Գարիբալդիի մասին իր տեսածն ու ապրածը։ Նա հարգեց իմ հետաքրքրությունը, բարի աչքերը ձգեց վրաս, ապա ձեռքը տարավ ճակատին, կոշտ մատներով ասես հարթել ուզեց կնճիռները և մի փոքր մտածելուց հետո սկսեց պատմությունը։ Սրանից մոտ 40 տարի առաջ մեր հայրենիքը, աշխարհների ամենագեղեցիկը,
Մայր Իտալիան, օտարածքի թշնամիների ոտքի տակ հևում էր, շղթայակապ և ստրուկ։ Բոլոր լավ, առնասիրտ իտալացիները ամոթահար էին և վրեժխնդիր, բայց ամենից շատ արյունոտվում էր հայրենիքի վշտով Գարիբալդիի մեծ սիրտը, և նրա վրեժը մեր ծովերից խորն էր և ուժեղ։ Նա շատ անգամ էր դուրս եկել կռվի դաշտ, թե մեր հայրենիքի և թե ուրիշ ճնշված հայրենիքների համար։ Եվ այս անգամ էլ ձայն տվեց Գարիբալդին և կանչեց հայրենիքի այն բոլոր քաջերին, որոնք ուրախությամբ կուզեին կռվել և մեռնել հայրենիքի համար։ Այն ժամանակ ես մի 25 տարեկան երիտասարդ էի։ Երբ լսեցի նրա մարտահրավերը, սիրտս թնդաց։ Թողեցի ծնողներիս, զինավառվեցի և բազեի պես թռա նրա մոտ։ Նա այն ժամանակ Լոմբարդիայի դաշտումն էր, Թուրինոյի մոտ։ Երբ նրան ներկայացա, քաղցրությամբ հարցրեց անունս։ Այն ժամանակ մի փոքր ալեխառն էր նրա մորուքը։ Օ, ինչ գեղեցիկ էր նա, իսկական տղամարդ, առույգ և ուժեղ, իսկ հայրական գթով լի աչքերը փայլում էին հայրենիքի սիրով և վրեժով։ Նրա գլխի վերև ծպծպում էր սուրբ հայրենիքի դրոշակը։ Այդ դրոշակի տակ ես ուխտեցի կռվել և անձնազոհվել հայրենիքի համար, ազատության համար, Գարիբալդիի և ընկերներիս համար։ Մեր ալպյան որսորդներից զինավառ հայրենասեր վաշտերը ուրախ երգելով անցնում էին Լոմբարդիայի ծաղկոտ դաշտերով։ Մենք բոլորս քաջ տղերք էինք, թռած եկած ժայռոտ կղզիներից, ապենինյան կատարներից, կապույտ ծովի ափերից։ Ախ, ինչքան լավ է, վեհ է կռվել հայրենիքի համար, լավ ընկերների հետ մեկտեղ, մեռնել հայրենիքի համար, լավ ընկերների գրկում։ Ախ, անցած անգին օրեր։ Գիտես մենք ինչպես էինք սիրում իրար, զինվորներս։ Մի տան պես էինք։ Քաղց ու ծարավ, ցուրտ ու անձրև, անքուն գիշերներ սիրով էինք տանում և մեր վերքերով պարծենում էինք։ Ինչպես էին սիրում մեզ իտալացի գյուղացիները, գրկաբաց էին ընդունում մեր հաղթական կտրիչներին։ Էհեյ, Գարիբալդի, ինչպիսի սիրտ ուներ, հո հրամայող չէր, այլ մեր ընկերն էր, մեր հավասարը, մեզ հետ տանում էր ամեն դժվարություն և ավելին, նույնիսկ կռվի ամենատաք տեղը ինքն էր առաջ նետվում։ Ախ, նա որ երևում էր մեր շարքերում, կրակ էինք կտրում և առյուծ դառնում։ Մարդ զարմանում էր, թե ինչպես նրա բարի, գթոտ աչքերը մեզ խրախուսում էին փշրել, սպանել, կոտորել թշնամուն։ Եվ մենք միշտ հաղթող էինք։ Մեր առաջ միշտ կանգնած էր լինում ինքը, Գարիբալդին, սուրը բռնած, և կռվում էինք գլխապատառ, սրտապատառ ու մեռնելիս աչքներս ձգած նրա վրա «Կեցցե Իտալիան, կեցցե Գարիբալդին» գոչելով հանգչում էինք նրա գրկում, նրա ոտների տակ, և նա բոլորի համար արցունք ուներ։ Քանի անգամ մենք ճակատ մտանք թշնամու հետ, որոնց ոչխարների վախկոտ հոտի պես քշում էինք, մաքրում Լոմբարդիայից։ Մենք թվով շատ չէինք, թշնամին մեզնից տասնապատիկ ավելի էր, բայց թիվս ո՞րն է, մեր մի տղան 100 էր, 1000 էր։ Գարիբալդիի հետ մենք արծվի պես մեղվում էինք թշնամու բանակի սրտի մեջ, խփում ծակում էինք և փոթորկի ուժով քշում նրանց աշնան տերևների պես, այդ կանոնավոր, թնդանոթավոր, ավստրական, կայսերական բանակները, և նրանց քշեցինք մինչև Վենետիկի լագունները, պետք է բոլորին ծովը թափեինք, բայց Ֆրանսիայի կայսրը, չգիտեմ ինչու, նամակ գրեց Գարիբալդիին և արգելեց առաջ գնալ։ Ինքը Գարիբալդին զայրացած պատռեց կայսրի նամակը և պատռած կտորները ետ ղրկեց նրան, իբրև պատասխան։ Այդ մենք բոլորս տեսանք մեր աչքերով, բայց երբ մեր թագավորը նամակ գրեց Գարիբալդիին, որ դադարեցնի արշավանքը, Գարիբալդին լսեց, և մենք ետ դարձանք Սուրբ Մարկոսի քաղաքի մոտերքից։ Այնուհետև մենք քանի կռիվ ունեցանք Հռոմի մարդագայլի հետ, Պապա Ռոմայի հետ, որը իշխանների և կարդինալների հետ ծծում է գյուղացուն և մոլորեցնում է մարդկանց։ Ես 8-9 տարի շարունակ Գարիբալդիի կամավորների բանակումն էի։
եւ ընկերներով մեկտեղ շատ վերքեր ստացանք, որոնցով եւ լավացավ հայրենիքի մեծ վերքը։ Իմ սիրելի ընկերներից շատերը ընկան կռվի սուրբ դաշտում, փառք նրանց, լուսավորվի նրանց հոգին։ Ես էլ կուզեի մեռնել նրանց հետ, Գարիբալդիի աչքերի առջև, բայց բախտը ինձ ուրիշ բաներ կամեցել։ Նրա մեծ սրտի իղձը կատարվեց, ազատվեց սիրելի Իտալիան, միացավ, զորեղացավ։ Վերջացան մեր կռիվները, բոլորս ցրվեցինք մեր տները, գոհ եւ երջանիկ, տանելով միասին Գարիբալդիի հետ ապրած փառավոր օրերի հուշերը։ Ահա, այստեղ է ապրում նա, իմ սրտի մեջ։ Այս ասելով խփեց նա իր ոսկրացած կրծքին, եւ նրա պատկերը կրծքիս վրա է։ Եվ նա դողդոջուն ձեռքով քանդեց բաճկոնի կոճակները եւ հանեց պարանոցից կախած մի փոքրիկ նկար։ Գարիբալդիի գլուխը։ Այս փոքրիկ նկարները դուք կգտնեք ամեն մի աղքատ իտալացու կրծքի վրա, գյուղացիների, հովիվների, ինձնից անբաժան պիտի մնա այս նկարը, եւ գերեզմանիս մեջ, հավիտյան։ Այստեղ ծերունին կանգ առավ, նայեց ժամացույցին, ապա եւ իմ հիացած երեսին։ Երջանիկ ես դու, Հայր Ջովաննի, որ Գարիբալդիի բացեներից ես եւ պարտքդ կատարել ես դեպի հայրենիքդ, բայց ներիր, մի հարց տամ, ի՞նչը ստիպեց քեզ քո վերքերով առողջացած այդքան թանկագին Իտալիայից հեռանալ, ընկնել այս օտար աշխարհը անծանոթ մարդկանց մեջ։ Բարեկամ, հառաչեց նա, եւ նրա մի փոքր առաջ ոգևորված աչքերի թարթիչներից երկու կաթիլ արցուն կախվեցին։ Մի չլվացած վերք կար ծերունու սրտի մեջ, որին ես անզգուշությամբ դիպա։ Ես ապրեցի երկար ժամանակ իմ մայրենի օջախի տակ եւ աչքովս տեսա Իտալիայի մեծությունը։ Ուղարկավորեցի դեպի անմահություն Գարիբալդիի սրբազանաչյունը։ Ահ, մարդ չի հասկանում, ինչու են մեռնում այդպիսի մեծ մարդիկ, բայց ինչ ասեմ, այնքան թանկ արյուններով դրսի թշնամիներից, օտար տերերից ազատված Իտալիան ընկավ մի նոր տեսակի գերության մեջ։ Մեր արյունակից տերերի ջանքն ընկավ, հարուստների եւ կառավարության պաշտոնյաների։ Հարուստները ոսկի շղթայով կապեցին, կաշկանդեցին Իտալիան եւ իրենց ծանր թաթը դրին իտալական չարքաշ ժողովրդի սրտին եւ ճնշեցին։ Աղքատ է շատ մեր գյուղացին ու բանվորը։ Իմ որդին սպանվեց մեր կառավարության զինվորների ձեռքով մի բանվորական գործադուլի ժամանակ, իսկ հարցս գործարանի ծանր աշխատանքից թոքախտով մեռավ։ Ես զայրացա ապերախտ հայրենակիցներիս դեմ, որբ թոռիս վեր առա, հեռացա այն դաշտերից, որոնց վրայով ես էլ հազարների հետ հաղթական անցել էի մի ժամանակ։ Ես չցանկացա ստրուկ լինել մեր ազատած հայրենիքում։ Մենք էլ մարդ ենք, հպարտություն ունենք։ Նավ նստեցի եւ եկա այստեղ, միևնույն է, միտեղ պետք է գնայի։ Եվ ես քանի ողջ եմ չեմ վերադառնա նորից ստրկացած հայրենիքս։ Հիմա ոչ Գարիբալդի կա, ոչ էլ ուժ ունիմ կռվելու։ Բայց կուզենայի գոնե աչյունս թաղվեր իմ հայրենիքում, որ տարիներ հետո, երբ վերջնականապես Իտալիան իր ստրուկ չարքաշ ժողովրդով ազատվեր հարստության լծից, հաղթական ժողովրդի ազատ ձայները լսեի, ինչպես լսեցի երիտասարդ օրերում։ Բայց ով է տանելու մի աղքատի աչյուն այդքան հեռու։ Թող ազատվի Իտալիան, հեռվից էլ կլսեմ։ Ես ապրում եմ հիմա իմ թոռիս համար։ Աստված կյանք տար ինձ այնքան, մինչև որ թոռիս իր սեփական ոտների վրա կանգնեցնեի, հետո մեռնեի, ուրիշ ոչ մի իղձ չունիմ հիմա։ Ինչ է լինելու թոռնիկիս վիճակը, եթե ես շուտ մեռնիմ։ Բայց Գարիբալդիի մեծ ոգին, որ միշտ գլխիս վերևն է, հրախուսում է ինձ, եւ արդեն նրա ոգով եմ ես մխիթարվում այս աշխարհում։ Երբ օրս հասնի, այն ժամանակ ես
Գարիբալդիի մոտը կլինեմ, այնտեղ, երկնքում։ Խզվեց ծերունու ձայնը, աչքերը բարձրացրեց վերև եւ ապա կանգ առավ երկար ու բարակ Գարիբալդիի նկարի վրա։ Տիրեց մի երկյուղած լռություն։ Ես չուզեցա խանգարել նրա հոգեսլացումը, որ վեհ էր եւ նվիրական։ Այդ ժամանակ ներս մտավ թորնիկը եւ վախվխելով բարևեց ինձ ու մտավ մյուս սենյակը։ Ես վեր կացա, համբուրեցի ծերունու կոշտացած, սևացած ձեռքը, գլուխ տվի եւ հեռացա։ Տարիներ հետո, երբ ոտքս նորից ընկավ Օդեսա, շատ որոնեցի ծերունուն, բայց չգտա։ Կարոտով նայեցի նրա վաղեմի բնակարանին եւ մեկ-մեկ վերհիշեցի նրա բոլոր խոսքերն ու շարժուձևերը։ Ով գիտե, ուր է նա հիմա։ Արդյոք նորից հոգին շքեղ երազների մեջ գրկել է եւ ամուր սեղմել մանր ու չնչին մարդկանց կոշիկները իր առնացի հերոսական սրտի վրա եւ համբերությամբ կարկատում իր վերջին պարտքը կատարելով թորնիկի հանդեպ, թե գոյության կռվի դաժան ալիքները, որ այնպես զորեղ են աղքատներին փշրելու, որ այնպես գրեհիկ են դեպի մեծություններն ու գեղեցկությունները, վերջնականապես խորտակել են այդ չքնաղ բեկորը եւ հողերին հավասարեցրել, ու որ բուքին թողել ապերախտ հայրենիքից հեռու, նյութապաշտ մարդկանց մեջ, խեղճ ու անօգնական։